փոքր մանր բիզնեսը ջարդում են։ Պետք է տալիս են միլիարդատերերին տեղերը։ Մեզ մեր տնից թող չանեն։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Ռոսիա տոնավաճառի առևտրականներն այսօր տաղավարները բացելու փոխարեն գործադուլ արեցին, բողոքում էին տարածքից իրենց հանելու որոշման դեմ։ Սեփականատերերը նորոգման պատճառաբանությամբ մինչև մարտի 15-ն առաջարկել էին ազատել տոնավաճառը։ Մի օր արթնանում ենք ու արդեն եկամտի աղբյուր չունենք։ Ես թոշակառու մարդ եմ արդեն, իմ գոյությունը չպահեմ, ապրանքա մեջ դրել եմ, ծախում եմ, ինչ անեմ, ուր գնամ։ Վերցրել եմ 2 կոպեկ պարտով բերել եմ, որ օրեկանով հաց առնենք ուտենք։ Մարդիկ ուր առնեն գնան այդ ապրանքները, ուր տանեն։ Ոչ մեկին էլ ոչ բան չեն տա։ Բողոքից հետո ղեկավարությունը հայտարարեց, այնպես կկազմակերպեն աշխատանքները, որ բիզնեսը չտուժի, բայց դրանից առաջ առևտրականներին որպես այլընտրանք առաջարկել էին մայրաքաղաքի կենտրոնական այս հատվածից տեղափոխվել մի քանի կիլոմետր հեռու գտնվող Երևան տոնավաճառ, որը դարձյալ պատկանում է Սուքիասյաններին։ Հարց է էլի մեր բիզնեսը, ասենք, այդ ցնցմանը կդիմանա արդյոք այդ տեղափոխությունից էլի, որովհետև երկար տարիներ, տեսեք, այդ 5 տարին քիչ չի էլի, արդեն մենք մեր հաճախորդները ունենք տեղի վրա սովորացրած, տեսնենք ինչ կլինի։ Հռիփսիմե Ֆահրադյանն այս տոնավաճառում 25 տարի հագուստ է վաճառում, չի պատկերացնում, թե ինչպես կարող է բիզնեսը մինչև մարտի կեսերը տեղափոխել այլ վայր։ Անձամբ գնացել ստուգել է Երևան տոնավաճառի առևտրի կետերը, պնդում է այնտեղ այդքան ազատ տեղեր չկան, որ բավականացնեն բոլորին։ Մինչդեռ 3 իրենց ասել են, որ նորոգումից հետո չեն կարող վերադառնալ։ Հարց են տվել, ասել են մենք վերադառնալու ենք արդյոք վերանորոգումից հետո, ասել են ոչ, բրենդային խանութներ ա լինելու։ Կինոթատրոնից տոնավաճառի վերածված շենքում 10 տարի աշխատող Մարինե Մնացականյանը մտահոգված է, վարկեր ունեն, ապրանքներ են պատվիրել Չինաստանից։ Այդ ամբողջ գումարը, թե տուն գրավ դնելը, թե ոսկեղեն գրավ դնելը, որ գնացել ենք հունվարին Չինաստան, ու այդ ամբողջ գումարը հիմա ներդրված է ապրանքի մեջ, որը գալու է ապրիլ-մայիս ամսին։ Ինչպես կարող են թողնել այս տարածքը, մյուս կողմից էլ կկորցնեն մշտական հաճախորդներին, իսկ 0-ից սկսել է կվնասի իրենց բիզնեսը։ Լիքը մարդիկ 30 տարի աշխատում են այստեղ, ու այդ մարդկանց թող իրենց տեղերը վերադարձնեն, որտեղ այդ մարդիկ 5 հոգի չեն, 10 հոգի չեն, որ գնան ինչ-որ մի տեղ տեղավորվեն։ 10,000 հոգին որտեղ գնա տեղավորվի։ Առևտրականներն իրենց պահանջներն ամփոփեցին դիմումի մեջ, ներկայացրեցին ղեկավարությանը, խնդրում էին գոնե 1 տարի ժամանակ տալ կամ էլ տարածքը նորոգելուց հետո բրենդային խանութների փոխարեն հատկացնել իրենց։ Դիմումը ղեկավարությանը հանձնելուց ու արդեն շենքի ներսում բանակցություններից հետո տոնավաճառի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը խոստացավ, նորոգումից հետո նախապատվությունը կտրվի տարածքի առևտրականներին։ Ռոսիա տոնավաճառի հարգելի վարձակալներ, թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնում եմ, որ տարածքի արդիականացման վերանորոգման աշխատանքները սկսվելու են 4-ից 5 ամսից ու վերանորոգման աշխատանքներից հետո նախապատվության իրավունքը տրվելու է ձեզ։ Մեր նպատակը տարածքի արդիականացումն ու ձեր աշխատանքային պայմանների բարելավումն է։ Այս հայտարարությունից հետո առևտրականները դադարեցրին գործադուլը։ Նրանցից մեկն Ազատությանը փոխանցեց, խոսք են տվել նորոգումն այնպես իրականացնել, որ ոչ մեկը չտուժի։ Նորոգման ընթացքում ընկերությունը կօգնի առևտրականներին ժամանակավորապես տեղավորվել այլ տարածքներում, բայց պարզ չէ արդյոք նորոգումից հետո նույն պայմաններով կտրամադրեն տարածքը։ Առևտրականներից տեղեկացանք, Ռոսիա տոնավաճառում 1 քառակուսի մետրի վարձակալության արժեքը մոտ 30,000 դրամ է։